կամ չավատավոր լինել է։ Եթե ինքը, որը ասում է այդ հանձնաժողովը ես եմ կազմելու, ես մի քանի հարց եմ տալիս, հասկանում եմ, այդ տվյալ մարդը օրինակ պասպաում է, Աստվածաշունչ կարտացել է իր կյանքում, թե չէ, կներեք Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ կյանքի ընթացքում այնքան բաներ է ասել ու արել 180 աստիճանով հակառակը, որ մեկնաբանել իր մտքերը, ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ 2019 թվականին այդ մարդը ասում էր, որ Արցախյան հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Կասեք, այդ երեքից ում է մենակ ձեռնտու եղել Արցախի հարցի նման իրենց պատկերացմամբ վերջնական լուծումը։ Իմ պատկերացմամբ Արցախի հարցը չի լուծվել դեռևս ու սա լուծում համարել չի կարելի։ Տվյալ անձնավորությունը կարող է ասել ու խոսել ինչ ուզում է։ Մեկնաբանել իր ասածը այսօր այսպես, հետո ասել ասուլիսների ժամանակ ինչի ես նման բան եմ ասել։ Խոսում է այդ մարդը կրթության մասին, ասում է կրթություն։ Հիշեցնում եմ, որ դա այն մարդն է, որը նախընտրական արշավի ժամանակ ասում էր, որ բոլորին շինելու եմ, հետո դոմփել բառներ գրել իր էջում եւ այդպես շարունակ։ Հիմա ըստ այդմ դա նաեւ իդեպ այն մարդն է, որը սրտիկները ցույց տալիս պարզ չի ունի։ Ենթադրում եմ, օրինակ Փաշազադեին գուցե հոգեբանական խնդիրներ ունի հոգեկան պարոն։ Դուք տեսել եք այն ռիլը, որտեղ ինքը ֆռում է եւ տեսախցիկին է նայում։ Դե եթե մարդը հոգեբանական խնդիրներ չունի, ինչի մասին կարելի է խոսել։ Մի խոսքով, մեկնաբանել իրեն, կարծում եմ անշնորհակալ գործ է, Սամվել Կարապետյանը սրբազանները քաղ բանտարկյալներ են, այլ ձևակերպում այդ ամեն ինչին տալ ուղղակի չի կարելի ու հնարավոր չի, ու եթե կոչի մասին ենք խոսում, շատ ավելի շատ նման է կոչին կամ ես կլինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա, քան այն ինչ ասել է Սամվել Կարապետյանը։ Պարոն Մխիթարյան, եւ վերջին ճշգրտում հավանական համարում եք, որ այս իրավիճակը կփոխվի, օրինակ Գյումրու սցենարով։ Խոսքը ընտրությունների մասին է։ Տեսեք, եթե գործը գա հասնի ընտրություններին, նախ պետք է այդ ընտրություններին ճիշտ հաշվարկված պատրաստվել, խոսքը ընդհանուր ընդդիմության մասին։ Այսինքն հիմիկվանից կանգնել ասել, որ հանգուցալուծումը հնարավոր է լինի Գյումրու պես, այդ մի քիչ կներեք շատ ռոմանտիկ է, որովհետև եթե օրինակ այս իշխանությունը ձերբակալում է բոլոր գործող անձանց եւ բոլոր հավանական իր ընդդիմախոսներին, հա, կարևորագույն ինչի մասին ենք մենք խոսում։ Ըստ այդմ այդ շատ թվում է թե 8 ամիս է մնացել, բայց գործողությունները այն արագությամբ են զարգանում, որ ամեն օր, ամեն պահի Հայաստանում կարող է տեղի ունենալ ներքին ընդվզում, ներքին պայթյուն, իսկ եթե գործը գա հասնի ընտրություններին, իհարկե հավաքական ընդդիմությունը, ամեն դեպքում հավաքական ընդդիմությունը ամեն ինչ պետք է անի, որ այո, ընտրությունների արդյունքներով հնարավոր լինի իշխանություն ձևավորել, որովհետև պարզ է, որ կոալիցիաները բացառել այլևս հնարավոր չի, իսկ եթե իշխանությունները գնա բռի կերպով ընտրությունների կեղծման, նաև հետ ընտրական գործողություններով փորձել վերականգնել արտարությունը։ Ես եմ շնորհակալ։